Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 19 Եվ սրտով կեղծավորները բարկություն կդիզեն, չեն աղաղակի, երբ որ նրանց կապե, Հոբ 36-րդ գլուխ 13-րդ խոսք Կեղծավորները երբեք չեն ընդունում Հիսուս Քրիստոսին, միայն նրան, որպես իրենց աչքերի համար լիովին բավարար ծածկույթ, ինչպես Աբրահամի մասին ասվեց Սարային։ Նրանք միշտ կառչած են մնում իրենցից ինչ-որ բանի, թեկուզ միայն Աստծո բարեհաճությունն ու փրկությունը ձեռք բերելու գործում օգնություն լինելու համար։ Կեղծավորների սիրտը դեռ խոսում է այնպես, ինչպես ակնարկում է այն երիտասարդի խոսքը. «Ինչ անեմ, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Բացի այդ, նրանք դեռ պահում են իրենց նախկին սիրելիներին և չեն ցանկանում խզել իրենց ուղտերը դժոխքի և մահվան հետ, կարծելով, թե Քրիստոսին կարող են ունենալ միաժամանակ այդ բաները կրելով իրենց սրտերում, սակայն դա հակառակ է այս խոսքին. ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ Կամ Քրիստոսը պետք է ճանաչվի որպես բացարձակ Տեր և տրվի նրան այդ տիտղոսը մեր սրտերում, կամ ընդհանրապես մերժվի։ Ուստի պարզ է, որ նրանց սիրտը չի հենվում Քրիստոսի միջոցով փրկության այն ճանապարհի վրա, որ Աստված է սահմանել, քանզի միայն նրան է Տեր կարգել և միայն նրա մեջ պետք է բնակվի ամբողջ լիությունը։ Բայց այնտեղ, որտեղ արդարացնող հավատք կա, մարդու հոգին և սիրտը միանում են Քրիստոսին, միայն նրան, մարմնի վրա ոչ մի վստահություն չունենալով, այլ միայն Աստծուն վստահելով։ Այդ հավատքը նաև հրաժարվում է մյուս սիրելիներից, քանի որ դրանք մրցակից են Քրիստոսին։ Նա վճռում է ուրիշին չպատկանել, նա նրան կոչում է Տեր, իսկ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր կոչել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Առաջին Կորնթացիս 12-րդ գլուխ 3-րդ խոսք։ Քանզի կեղծավորներն ու ամբարիշտները չեն տրվում միայն Քրիստոսին, նրանք երբեք ամբողջապես չեն ընդունում նրան, որ նա օծված է որպես թագավոր, որպեսզի իշխի մարդու վրա ամեն ինչում, որպես քահանա, որպեսզի ամեն առիթով մարդու համար ներում ձեռք բերի և խաղաղություն հաստատի, որպես մարգարե, որպեսզի լինի մարդու իմաստությունը, ուսուցիչն ու խորհրդականը բոլոր հարցերում։ Այդպիսով նրանք չեն ընդունում Քրիստոսին, հատկապես նրա առաջին և երրորդ պաշտոններում, որպես թագավոր և որպես մարգարե։ Բայց որտեղ առկա է ճշմարիտ արդարացնող հավատքը, մարդը լիովին միավորվում է Քրիստոսի հետ և նրա բոլոր տիտղոսներն ընդունում, համարելով նրա ամբողջ կամքը բարի, սուրբ, արդար և հոգևոր և ճիշտ ամեն ինչում, հենվելով միայն նրա արդարության վրա։